Այն մարդ, ով հայտարարում է, ես ընտրվում եմ Հայաստանից տարածքներ հանձնեմ Ադրբեջանին, դրանց համար զորավարությունը ինչ նպատակ ունի, որ ձեզ կրկին խաբեն, թե իբր դուք պաշտպանված եք, ոնց որ սու 30-ներն էին ցույց տալի, ոնց որ ասում են ձեր օդային պաշտպանությունը ապահովված է, որ շարունակեն հանձնել։ Ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, այսօրվա Գենշտաբի պետին, ՆԱՏՕ-ի միացյալ զորքերը, եթե 10-24 ժամ հետո կապիտուլյացիան պատրաստ ալնելու։ Զորահանդես են անում, հետո էլ ասում են տեխնիկան թողելու են հրապարակում, որ ժողովուրդը նկարվի։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը նկարվելու համար է, որ ձեզ կրկին խաբեն ու տանեն դեպի Մավան բերան։ Նիկոլը ասում է, ես երաշխավորում եմ, որ Հայաստանում ադրբեջանցի չի ապրելու։ Լսի տղա ջան, քու երաշխավորությունը գրոշի արժեք չունի։ Դու ասում ես երաշխավորում եմ, որ Արցախը Հայաստանա եւ վերջ, հանձնեցիր թուրքերին, դու սահմանադրության վրա երդում ես տվել, երաշխավորել ես, որ պաշտպանելու ես Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, այսօր շուրջ 200 կիլոմետր քառակուսի հանձնել ես Ադրբեջանին, հետեւաբար դու ոչ մեկ ես ու քու երաշխավորությունն էլ 0։ Հերոսը նաեւ ասել է, ճակերտներով հերոս, ինքը չարիք է, ասել է, որ ես ժողովրդի ծառան եմ, եթե ժողովուրդը ուզի, ես գնալու եմ։ Նախ Նիկոլ, դու Ալիևի ծառան ես, ոչ թե ժողովրդի։ Երկրորդը, ժողովուրդը քեզանից զզվում է ու ասում է գնա, ոչ միայն գնա, այլ ռադդ քաշի։